հեծը պետականացնելու վարչապետի հայտարարությունից ամիսներ են անցել, այս ընթացքում օրենքներ ընդունվեցին, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց եւ հիմա վարույթ կա նաեւ, ուզում եմ հարցնել կառավարության քաղաքական, իշխանության քաղաքական դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հեծը պետք է պետականացվի, թե կառավարիչ փոխելով հարցը փակվեց իշխանության համար։ Կառավարիչ չի փոխվել, կառավարիչը ժամանակավոր կառավարիչ է եւ եթե տեսնենք հրապարակումները ժամանակավոր կառավարիչի կողմից եւ ոչ միայն կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, բայց քանի որ այդ խնդիրներին նաեւ քրեական, այսինքն դատա իրավական գնահատական տալու անհրաժեշտություն կա եւ գիտեմ, որ գործընկերները դիմել են նաեւ համապատասխան կառույցներին, զերծ կմնամ այդ խնդիրները մեկնաբանելուց, ուղղակի կուզեմ ասել, որ այն ենթադրությունները, որը կար պետության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն այդ ամենի մասով էսպային ուսումնասիրություններ կան եւ արդեն նաեւ նախնական արդյունքներ կան, որի մասով պիտի նորից ասեմ, ժամանակավոր կառավարիչը դիմել է համապատասխան ուրեմն մարմիններին։ Ազգայնացնելու հետ կապված սա շարունակում է մնալ ձեր օրակարգում, թե փոխել եք մտադրությունը եւ այն ինչ հիմա արվեց, այսինքն այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, բավարարում են ձեզ եւ այսպես կշարունակվի։ Փոփոխությունները մեզ չեն բավարարում, բայց ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո նոր մենք կմեկնաբանենք հաջորդ մեր պատկերացումը այս մասով։ Այսինքն ազգայնացման հարցը հիմա ձեր օրակարգում կա, թե չկա, պարոն Խուդայցյան։ Ամբողջ ծավալով ուսումնասիրություն իրականացնելուց հետո այդ հարցին կպատասխանենք։ Այդ դեպքում ինչպես եք առանց ուսումնասիրության ասում, որ պետք է ազգայնացվի։ Մենք նախնական ուսումնասիրություններ ենք իրականացրել, որը ամբողջությամբ հարաբերում են նաև էսպային իրականացվող ուսումնասիրությունների մեջ։ Այսինքն նախնական ուսումնասիրությամբ ասում եք պետք է ազգայնացվի։ Հարցի հասցեատերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, խնդրում եմ մի մեկնաբանեք, որ ես ասում եմ չի ազգայնացվի, ես ասում եմ, երբ որ հաջորդ քայլում մենք ձեզ ասելիք ունենանք, վստահաբար այդ ասելիքը կասենք այնպես, ինչպես նախորդ քայլում ենք ասել ձեզ։ Պարոն Ֆարար վերադառնալով վաղ շաբաթվա շրջանում։ Չէ, բայց ես նա թեթի հետ կապված հարցն է, եթե կարելի է շարունակենք։ Էներգետիկ թեման ամփոփենք, տեղափոխվենք վաղ շաբաթ։ Բանի ԿՊ համագումարի ժամանակ կոնկրետ երկու սցենար նկարագրեց, թե ինչ պետք է լինի հետ։ Գնում ենք վարչապետի նկարագրած սցենարների մասով, երկու սցենարներից որ սցենարով են գնում, դրա մասին լրացուցիչ կասենք, անհրաժեշտ ուսումնասիրություն։ Չկա անկախ մարմնի կողմից եւ դուք արդեն գնում եք վարչապետի նկարագրած սցենարների ճանապարհով։ Այն խնդիրները, որոնք արձանագրվել են, այդ խնդիրների հանգուցալուծումը պիտի լինի այդ սցենարներից մեկը եւ սրա մասին է եղել հեծի շուրջ ծավալվող ամբողջ իրադարձությունները։ Ոչ, մենք չենք որոշել, ես ասում եմ, մեր նախնական ուսումնասիրությունները առնվազն մեզ մտահոգում են եւ շատ ավելի են մտահոգում, քան նույնիսկ կարող ենք պատկերացնել նախնական փուլում, բայց քանի որ հեծի ժամանակավոր կառավարիչը այս հարցով դիմել է համապատասխան կառույցներին, ես զերծ կմնամ այդ ուսումնասիրությունների արդյունքները մեկնաբանելուց։ Իսկ ինչու նույն հետևողականությամբ չեք զբաղվում նաև վիոլա ջրի ենթակառուցվածքները աղազանգեր են հնչում անգամ բանակի հետ կապված եւ այլն։ Շատ լավ, եթե դուք լսեիք քիչ առաջ իմ զեկույցը, որը հարց ու պատասխանի ժամանակ հնարավորություն ունեցա անդրադառնալու ուրեմն ջրային ենթակառուցվածքներին եւ ուրբաթ օրը ամբողջությամբ այդ ենթակառուցվածքների մասով մեր պատկերացումներին, այդ թվում նաև վիոլա ջրի գործունեությանը կանդրադառնանք, որտեղ զեկույցի այն հատվածը, որ այսօր ներկայացրի, ջրային ոլորտին չէր վերաբերվում։ Մի առանցքային տարբերություն պիտի ասեմ, վիոլա ջրի ենթակառուցվածքները դրանք պետական ենթակառուցվածքներ են եւ այնտեղ վիոլա ջուրը ոչ թե սեփականատեր է, այլ հավատարմագրային կառավարում իրականացնող եւ եթե դուք անդրադառնում եք պետականացնելու մասը, ես պիտի ասեմ, այո, մենք քննարկում ենք նույնքան հետեւական ենք անում, մենք ջրային ոլորտի ենթակառուցվածքների, ջրային ոլորտին առնչված հարցերի մասով վարչապետի հանձնարարությամբ կա ստեղծված օպերատիվ շտաբ, օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող վարչապետ Տիգրան Խաչատրյանը, մենք նույնիսկ շաբաթը շատ հաճախ 2-3 անգամ հանդիպում ենք քննարկելու ջրային ենթակառուցվածքներին, ջրային ոլորտի զարգացմանը, վիոլա ջրի գործունեությանը։ Ես իմ հարցը հարգելի գործընկերներ, թույլ տվեք ես չեմ պատասխանի հարցերին, եթե դուք ընդհատեք ինձ, ես նորից եմ ասում, ինչպես պայմանավորվել ենք, եկել եմ ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Վիոլա ջրի մասով այս պահին աշխատանքային process-ը շարունակում է, դրանք պետական ենթակառուցվածքներ են, եթե այլ միջամտելու կարիք լինի, վստահաբար մենք կմիջամտենք։ Եթե չենք միջամտում, ուրեմն կարիքը չկա։ Այսինքն այնտեղ
այդքան կրիտիկական չի, վիճակը, որ մի քպական պաշտոնյա գործչի էլ այնտեղ ուղարկել, որ ամենօրյա ռեժիմով մարդիկ տեղեկանան այնտեղ ինչ խնդիրներ կան, ինչ վստահաբար դուք չեք պատկերացնում ուրեմն կառավարման ձևը վիոլա ջրում, որովհետև նորից պիտի ասեմ, այդ ենթակառուցվածքը պետական ենթակառուցվածք է եւ այնտեղ մարդ ուղարկելու շատ լավ կառավարման process-ում մարդ ուղարկելու հարց չենք քննարկում եւ այդպիսի հարց մեր օրակարգում չկա, փորձում ենք հասկանալի դառնա ինչու է այս վիճակը, ինչու են մարդիկ բողոքում։ Այնտեղ այս վիճակը հասկանալի է դարձել եւ շարունակում է եւ վիոլա ջուրը եւ պետությունը ներդրումներ իրականացնել այդ ենթակառուցվածքի զարգացման արդիականացման ուղղությամբ։ Պարոն Խուդատյան, եթե պետական է վերահսկողությունը վիոլա ջրի, նշանակում է պետությունը ստացվում է դուք հիմա հետի հետ կապված պետականական գործընթաց եք։ Ստացվում է պետությունը վատ է ստացվում այդ է ստացվում։ Դա ձեր գնահատականն է, որի հետ ես համաձայն չեմ։ Խնդիրները գնալով մեծանում են, ոչ մի կոնկրետ լուծումներ չկան, նշանակում է եթե պետական կառավարմանը հանձնված, վատ է կառավարում պետությունը։ Պետական կառավարման հանձնված չի, հավատարմագրային կառավարման հանձնված։ Ենթակառուցվածքն է պետական, դա ասացի այն տրամաբանության մեջ, որ այնտեղ ազգայնացնելու, պետականացնելու անհրաժեշտություն եւ խնդիր չկա մի պարզ պատճառով, որովհետեւ այն ինչ դուք քննարկում եք պետականացնել, դա արդեն պետական է։ Պարոն նախարար, կներեք 2022 թվականից ի վեր վիոլա ջուրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ջրային կոմիտեին չի ներկայացրել տեխնիկական աուդիտ եւ ըստ էության Պարոն Կիրակոսյան, շատ լավ սկսեցիք հարցը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, եթե չի ներկայացել, խնդրեմ հարցը ուղղեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ եւ անկեղծ ասած հետաքրքրվածություն էլ չունեմ եւ ինֆորմացիային չեմ տիրապետում այդ բարձ պատճառով։ Ճանապարհի մասին հարցնում են տեղական կառույցներին հանրականներ իջացնում եք հիմա իջեցնում եք հիմա թե ինչպես Եթե նկատի ունեք թրիփի մասին, մենք դրանով էս պահին քննարկումներ ենք իրականացնում եւ այն պահին, երբ որ անհրաժեշտություն լինի հասնել հանձնարարականներին արդեն համայնքների եւ մարզերի հետ աշխատանքի մասով կանենք, այս պահը դեռ այդ փուլում չի։ Ունիկում մենք այլ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, որում եւ մարզը եւ համայնքները ներգրաված են։ Խոսքը մասնավորապես դիմակայուն Սյունիք ծրագրի մասին է, որի շրջանակներում առաջիկայում կմեկնարկեն կրթական, այդ թվում նաև ջրային ոլորտին վերաբերող ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր, առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր եւ մեր խոշոր եւ հիմնական ծրագիրը հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական այսպայն ամենամեծ կտորը շարունակում է իրականացվել Սյունիքի մարզում, որպես այսօր էլ քիչ առաջ падգամավորներին եւ հանրությանը ներկայացրեցի, որ 2026 թվականին երկու խոշոր ծրագրերի մասով մեկնարկ կտրվի եւ հետեւաբար դեռևս տեսանելի ապագայում բավական երկար ժամանակ Սյունիքը լինելու է մեր հիմնական շինարարական որ ուղղությամբ ասենք իրենք այդ ենթակառուցվածքից օգտվելու, այնտեղ ներդրումներ անելու, մասնակցելու, այդպիսի գաղափար կա։ Մենք ենթակառուցվածքների կառուցման բլոկն ենք Հայաստանի Հանրապետությունում համակարգում եւ հետեւաբար ձեր նշած հատվածի մասով որպես այդպեսին անելիք էլ չունեն, կարծում եմ այլ պատասխանատու գերատեսչություններ կզբաղվեն այդ հարցով եւ ժամանակը գա։ Բանաստատի հետիուների հանձններ էս էլ հերթանես մի Տիկին Ջեբեջանը եղել է վաղար շաբաթում, պատկերը գիտի, իրեն չի հետաքրքրում վաղար շաբաթի ընթացքները։ Վստահաբար տեսել է այն աջակցությունը, որը պարոն Մեխակյանը ունի, եւ ես ուրախ եմ, որ դուք այդ քարոզար շավ եք իրականացել։ Լսում եմ, Խուդատյան պետականացման հետ կապված գործընկերուհուս հարցին ասացիք, բայց դուք տեսում եք, չէ՞, աջակցությունը դուք տեսել եք։ Ասացիք նախնական ուսումնասիրություն են կատարել եւ վերջնական ուսումնասիրություն դեռ չկա, որ հասկանանք պետականացումը։ Գործընթաց կա, ժամանակատար է, մենք ժամկետների մեջ աշխատում ենք, պարոն Պետրոսյանի գլխավորությամբ բավականին ուրեմն հարցեր կարգավորվել են այս պահին, բավականին խնդրահարույց հարցեր են վերհանվել, այդ խնդրահարույց հարցերի մասով մեր գործընկերները դիմել են իրավապահ մարմիններին եւ քանի որ այնտեղ process է գնում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի միջամտությունը ցանկալի չի, մեկնաբանությունը ցանկալի չի։ Իսկ եկեք ճիշտ ասեք, էլի պարոն Խուդատյան։ Ես միշտ ճիշտ եմ ասում։ Կարող է պարզի ոչ թե տենց ուսումնասիրությանն եք սպասում, բայց սպասում եք Փաշինյանը ինչ կասի դա էլ կանեք, ինքը ասեց կառավարությունը ես եմ։ Սպասում ենք ուսումնասիրության։ Ինչ ասի, դա դուք
կանեք։ Սպասում ենք ուսումնասիրության։ Պարոն Խուդայցյան, իսկ պետությունը պատրաստ է օրինակ գնել հետ։ Ժամանակավոր կառավարչի մասով նաև իրենք այնտեղ այդպիսի գործառույթներ ունեն, որը հաջողությամբ իմ գնահատականն է այնպեսին, որ իրենք հաջողությամբ, շատ հաջողությամբ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ այդ խնդիրները կարողանում են լուծելով առաջ գնալ։ Պարոն Խուդայցյան, իսկ եթե լիցենզիան դադարեցվի, պետությունը, կառավարությունը ունի միջոցներ հետ է գնելու։ Խնդրում եմ ինձ եթեով հարցեր մի տվեք եւ այնուամենայնիվ եթե այդպիսի բան լինի, կառավարությունը ունի եւ կարող է միջոցներ ներգրավել։